Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը սեպտեմբերի 19-ից 21-ը կազմակերպում է Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողով։ Այսօր այս մասին ՍԼԱԿ ակումբում հայտնեցին Սփյուռքի նախարարության աշխատակիցները։ Կեսօրից հետո կլինեն թեմատիկ նիստեր, այդ թեմատիկ նիստերը 4-ն են լինելու։ Դրանցից առաջինը լեզու և կրթություն, դրանց հիմնախնդիրները և Հայաստան-Սփյուռք անելիքները այստեղ, երկրորդը լինելու են երիտասարդության հիմնախնդիրները, երկրորդ թեմատիկ նիստի քննարկման առարկան, երրորդը ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, թե ինչպես կարելի է կազմակերպել համագործակցությունը և մինչև 100-ամյակ ինչ արդյունքներ կարող են գրանցել հայրենիք Սփյուռքով, և չորրորդ թեմատիկ նիստի փաստորեն խորագիրն է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերը։ Կազմակերպիչները տեղեկացրեցին նաև, որ նախատեսվում է համաժողովի անունից ընդունել հայտարարություն հռչակագիր, որը ներառելով վերընշված առաջնահերթությունները կդառնա ուղղորդող փաստաթուղթ հետագա համատեղ աշխատանքների համար։ Սա առաջին դեպքն է, երբ փորձում ենք աշխարհասփյուռ հայությանը ներկայացուցչական սկզբունքով հավաքել եւ համաժողովի շրջանակներում փորձել իմի բերել անցած ճանապարհը եւ նախանշել այն հանգրվանները, որում հայտնվել ենք այսօր, եւ այն ուղիները, որով պետք է փորձենք միասին անցնել։ Համաժողովի օրերին մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության նախագահի անունից տրվող ընդունելությանը, մասնակցել Հայաստանի անկախության 20-ամյակի նվիրված շքերթին, ինչպես նաև հոբելյանական տարբեր միջոցառումներին, կիսելով համահայկական այս տոնախմբության բերկրանքը։ Անի Բաղդասարյան, Արման Գրիգորյան, ՍԼԱԿ։